Ինչ է լինում, երբ կինը իր տղամարդուն սիրում է մոր նման։ Շատ կանայք իրենց տղամարդկանց սիրում են այնպես, ինչպես սիրում են կամ կսիրեին իրենց երեխային։ Այսինքն, հոգ են տանում նրա համար շատ, նրա համար նրա փոխարեն որոշումներ են կայացնում, նրան անընդհատ փրկում են, նրան ուղղորդում են, ուղղում են, դաս են տալիս, քննադատում են, դիտողություն են անում, փրկում են, նորից են ուղղորդում, նորից են հոգ տանում, գեր հոգատարություն են ցուցաբերում եւ այլն։ Սակայն եկեք համաձայնվենք, եթե տղամարդը սիրում է իր մորը, այսինքն կնոջը ընդունում է որպես մոր, նրա հանդեպ չի կարող զգալ կրկոտություն, ցանկություն, հավասարություն։ Նա այդպիսի կնոջից կամ հեռանում է, կամ սկսում է նրա դեմ ապստամբել, փորձելով երեխայական ձևերով ցույց տալ իր անկախությունը, իր անկախ լինելու, իր մեծահասակ լինելու, իր ինքնուրույն լինելու իրավունքը։ Խորհուրդ. սերը չի խնամում, սերը հիանում է եւ աչակցում է։ Ուստի թույլ տուր, որ տղամարդը լինի ուժեղ, թույլ տուր, որ ինքը որոշումներ կայացնի, սխալվի, ընտրի, հասկանա, փորձ ձեռք բերի, լինի վերջիվերջո մեծահասակ, դու նրա մայրիկը չես, եղիր նրա կինը, կողքի կինը, ոչ թե ծնողը, կին, ում սիրում են, ում ցանկանում են։